հուլիսի 16-ն է, առավոտյան ժամը 8-ից ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ ջրասուզակներով սկսել են 7 և 13-ամյա քուրերի որոնողական աշխատանքները Փամբակ գետում։ Աշխատանքներին նաև դարձյալ միացել են Լոռու մարզային փրկարարական վարչության մեծ թվով փրկարարներ, վարչության պետ Սերոբ Գաբրելյանի գլխավորությամբ և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանները Երևանից դեպքի վայր է ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանը։ Այս պահին տեսնում եք, ջրասուզակը մեծ դժվարությամբ շարունակում է որոնողական աշխատանքները։ Ցավոք դեռ ոչ մի լավ լուրջ չկա երեխաների մարմինների հայտնաբերման ուղղությամբ։ Գետը բավականին վարար է և արդեն մեծ խմբեր փրկարարներ Սպիտակից, Ստեփանավանից, Վանաձորից, Թումանյանից, ինչպես նաև համայնքային ոստիկաններ, պարեկներ մինչև արդեն Ալավերդի Փամբակ գետը, որ հասնում է մինչև Դեբետ գետ, մինչև այդ հատվածը շարունակում են որոնողական աշխատանքները։ Ջրասուզակը հերթական հակամ է սա, տեսեք։ Տեսեք ջրասուզակը, ահա։ Ջրասուզակը արդեն մի 6 անգամ մտավ տարբեր հատվածներ։ ՀՆՓ-ի տղերքն են, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տղերքն են, կենտրոնի պետի հետ գլխավորությամբ Հայկ Նաղդալյանի բավականին բարդ է։
Շարունակվում է ջրասուզակի կողմից որոնողական աշխատանքները, մոտավորապես 2 կիլոմետրից ավել իրականացվել է ջրասուզակի կողմից որոնողական աշխատանքները Փամբակ գետում, այս պահին ինչ-որ բան հանվեց գետից, բայց պարզվեց իրա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանը։ Լոռու փրկարարները Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի փրկարարների աշխատանքներն էլ ղեկավարում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանը։ Այս պահին նաև Տարոնի բաժնի համայնքային ոստիկաններն են շարունակում աշխատանքները բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։ Իմ տեղեկություններով նաև արդեն ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի, Լոռու մարզային քննչական վարչություն և վարչության պետն ու երկու տեղակալները եկել են դեպքի վայր։ Այն վայրում են գնացել, որտեղից որ երեխաները, քույրերը ընկել են։ Ծառը տեսեք ինչ բարդ է։ Բավականին բարդ է, տեսեք հավանաբար ջրասուզակը սեղմվեց գետում հայտնված ծառի արմատների մեջ կամ հնարավոր է նաև աղբի մեջ, որովհետև որոշ փնթիներ ինչ աղբ ասես լցել են գետը։ Նաղդալյան գտավ։ Բարդ աշխատանք է, կողքից այնքան հեշտ է թվում, որ նույնիսկ չեմ զլանա կասեմ, ջրասուզակը նաև վտանգում է իր կյանքը։ Տեսար ինչ վտանգավոր, կողքից հեշտ է թվում է։ Հա։
Սար ընկերնիկս։ Այն հաստ թոքի տակը։ Էնա, ջրի վրան արմիդը երևում։ Արդեն մոտ 6 կիլոմետր դեպքի վայրից, որտեղ որ քույրերը ընկել են Փամբագետը, մոտ 6 կիլոմետր ջրասուզակը հենը փայքի նայմա
Կարող է այս կողմն նայ։ Այս մեծ արստիկի դες Էսի էնին այս ականքն մոքում։ Հա։ Դե Հա, հա։ Այն արստիկի բանը, որ իրան շատ չտանում։ Էսի դա։ Ոտով ծալել է բան։ Բագորը, հա։ Այդ բագորը կտած է։ Պահի է բայց։ Մի առած գնա, սպասի։ Սպասի թո պարանը կցինով։ Բագորը պահել եմ, էլի։ Եվ իրան օգնեմ հեշտ։ Բացի։ Մի առած գնա, սպասի։ Սպասի բագորով քաշը, սպաս։ Ոտը չէ դեպայրան։ Հունիսի 15-ն է քույրերի ընկնելու վայրից մոտ 5-6 կիլոմետր արդեն ներքին գործերի նախարարության փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ շարունակում են որոնողական աշխատանքները քույրերի արդեն ասում եմ մոտավորապես 5-6 կիլոմետր դեպի Ալավերդի հատված արդեն այն որ ասում սանդրել են ցավոք դեռ հայտնաբերում տեղի չի ունեցել։ Աչո։ Աչ։ Դա երևում է լավ ներքև։ Դա չէ, ներքև արմատուրա բան կա, թողի։ Այդ արմատուրի կողերը մի հատ նայի, կանցիկ առ։ Դու դրա տակն է դա փոս։ Սարի դով, բագորը, դաստակի կայդ է։ Չէ։ Այ խեցու։ Մի վարկյան սպասի, այդ պարանը նստի ցանեք, ես մի ծառի։ Բագորը ոստե կայդ, Հասկացա, բռնենք, հետո կարող ավելի շատ առաջացած։ Մի վարկյան կային այդ բանը արմատուրից բռնի, մի անջտի։ Կամ լավ անջտի։ Ասի քաշ է, նա։ Ինչը քաշ։ Անը քաշ է։ Սենա քաշ է։ Քիչ է եկել։ Սա գուպտը չի։ Ասի։ Եկարացնե։ Բագորը փոխանցել։ ոստե կարա բան անի, տանի։ Բագորը կունդուցը դնի, որ դանատի քաշի։ Հետո չի կարա տան, ինքը ստեից որ պայց երկար չի տան։ Այն մասը տանելու է։ Դե տանել այնա բագորը լնդել։ Խորնա, չէ, այնտեղ խորնա։ Խաչ այնտեղ խորնա, հա։ Հոսք շատ է, չէ։ Տեղ կա իրանց ասկում էլ ան, ես չի որ դնում։ Դու այնտեղ տեսար ոնց է քշում տանում։
Բիշա։ Բիշտո։ Այդյա։ Ես ինչ եմ բան։ Եթե Ո՞։ Ալաս ինիք մանցը պարմանը ծիսուզին օր պարմանը Ո՞։ Վերելիս պարմանը իշնում են սիդիմերի վրա Հա, այնտեղ չեք ալ։ Ո՞։ Մեծ սանցը պարանը։ Ահա խաշել ստեսից։ Ահա։ Դելը ուր է իշնում είσαι հասնում Կչո որ մասն ես գնում Ես հացրա դրանպես Ուզում ես բան անենք մի քիչ ներքև իշնես գցենք ես պարանի Կչո փոխենք պարանը։ Պարանից եմ ասում ծառը Հա, կչո։ Ո՞վ է շատերին Ուզում դրնվի փոխենք նոզնա։ Դուք մասի է բայզում մեջտեղն Գարուն ասես պարանը կապել իշնում Անգե Դրնվի փոխենք պարանը։ Ana çöm alırken kusum kaldı. Ya ben bagorra. Eto tam. Նադալը ընդ սենց հելելու է։ Ya da sipi vegala zor işiniz. Հունիսի 16-ն է ներքին գործերի նախարարության փրկարարծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների փրկարարներ, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ մեծ թվով քաղաքացիներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ շարունակում են Փամբակ գետում երկու քույրերի որոնողական աշխատանքները այս պահին Հայկ Նաղդալյանի հանձնարարականով որոնողական աշխատանքները կատարվում է կամուրջների հատվածում, կամուրջների տակ։ Հիմա տեսնում եք հատուկ փրկարարը դուրս եկավ արդեն հերթական այդ վարը ստուգելուց հետո դուրս եկավ։ Հիմա պիտի գնամ մյուս հատվածում։ Ցավոք միջև այժմ լավ լուր չկա, որ գոնե երեխաների մարմինները հայտնաբերվեն։ Ցանկալի էր նման դեպք ընդհանրապես տեղի չունենալ, բայց որոնողական աշխատանքները երկու քույրերի 7 եւ 13 տարեկան քույրերի
հայտնաբերման աշխատանքները այսօր առավոտյան, ինչպես նշել է, 8-ից վերսկսվել է։ Համայնքային ոստիկաններն են միացել նորից որոնողական աշխատանքներին Տարոնի բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ, ինչպես նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Մոտ այս պայն մենք գտնվում ենք այն հատվածում, որտեղից դեպի դեպքի վայր, որտեղ որ երեխաները անզգուշաբար ընկել են Փամբակ գետը, մոտ 5-6 կիլոմետր հեռավորության վրա է։ Երկու քույրերի որոնողական աշխատանքները Վանաձոր քաղաքի Փամբակ գետում շարունակվում են իրականացնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ երեխաների ընկնելու վայրի մոտավորապես դեպի Ալավերդի մոտ արդեն 6 կամ 7 կիլոմետր այդքան որոնողական աշխատանքները շարունակվել են։ Այս պահին հիմա այստեղ պետք է ջրասուզակը մտնի, հնարավոր է տեսնում եք Կարի արմատներ, երկաթեր, դարն ապրած պտած են ավտոմեքենաների հետ հապկերը դրակը չի բացառվում, նաև այս հատվածում լինեն երեխաները ջուրը բերած և այդտեղ վրացված ժողովրդի լեզվով ասած դապից եղած ճանապարհը, չէ՞։ Հիմա այնա ջրասուզակը տեղանքը ստուգում է, որպեսզի կատարի որոնողական աշխատանքներ։ Դավո, տեից բարձր է, դավո։ Խչոյի մոտից ամենակ հարմար։ Այս տեից։ Չէ, ես հատվածը մի հատ արից տեից նայի։ Ջրասուզակը մել այս հատվածում է կատարում որոնողական աշխատանքներ, հնփայքի ջրասուզակը մոտ 6-7 կիլոմետր արդեն նայել է։ Շատ վարարա է, վտանգավոր է։
Նա սուզվեց։ Ա